Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները թիրախում պահելով ոչ միայն ռազմաճակատը, այլև ենթակառուցվածքներն ու ճակատին մոտ բնակավայրերը։ Ռուսական զինուժն ավիահարվածներ է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, նավահանգիստներն օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերին բեռներ մատակարարելու նպատակով։ 4 նավ է խոցվել։ Հարձակման հետևանքով ուկրաինական կողմի տվյալով զոհվել է 3 մարդ, ևս 3-ը հոսպիտալացվել են միջին ծանրության վնասվածքներով։ Ռուսական զինուժի հարվածների հետևանքով զոհվել է նավերից մեկի կապիտանը, ևս 2 մարդ զոհվել է Մարշալյան կղզիների դրոշով նավարկող առևտրային նավի անձնակազմից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող թուրքական նավը։ Նավում ադրբեջանի 11 քաղաքացի է եղել։ Գերատեսչության հաղորդագրությամբ անձնակազմի բոլոր անդամները, բացի ադրբեջանի քաղաքացի կապիտանից, տարհանվել են։ Կապիտանի որոնումները շարունակվում են։ Ուկրաինական աղբյուրները հայտնում են Սևծովում ռուսական 20 նավ խոցելու և Խարկովի ու Ժիտոմիրի մարզերին համակցված հարվածների մասին։ Վիրավորներ կան։ Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջանների, ինչպես նաև Ազովի և Սևծովերի վրա խոցվել է 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով ըստ մարզի օպերատիվ շտաբի վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ։ Այս ֆոնին Մոսկվայից հնչում են նաև ռազմաքաղաքական հայտարարություններ։ Ռուսաստանի նախագահի օգնական և ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանի ծովային ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության մեջ։ Նրա խոսքով, ռազմածովային ուժերի զարգացման մինչև 2050 թվականի ռազմավարությամբ հաշվի են առնվել Ռուսաստանի հավանական հակառակորդներից բխող բոլոր սպառնալիքները։ Ծովինար Բարխուդարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։